Ֆիլմի առումով շատ կարևոր է ընդգծել, որ հատկապես մեր օրերում 1914-ից մինչև 20 թվականների իրադարձությունները կապված Անդրանիկի հետ նրանք բացառիկ կարևոր են, փաստորեն պատմությունը ընդունակություն ունի անընդհատ կրկնվելու եւ ցավոք մենք պատմության դասեր չենք առնում Եվ այս ֆիլմը ու Անդրանիկի հետ կապված խոսքերը, դասերը, անցումները գոնը սովորեցնում են, կրկնում են այն, որ որևէ սպասելիքներ չպետք է ունենալ ողերիմ թշնամուց, այսպես ասած, թուրքերից։ Քանի որ այսօր մենք շատ լավ գիտենք, որ Այդ սիրախաղերը այսպես կոչված սկսել են նույն հայկական կառավարությունը որպես այդպիսի։ Եվ դա տեղի ունեցել նաև այդ թվականներին։ Այս ֆիլմը բացառիկ կարևորություն ունի նախ ազգային ոգին բարձրացնելու, ազգային դաստիարակության խնդիրները լուծելու եւ ամենակարևորը, ինչպես նոր նշեցի, պատմության դասերից հասկանալու, քաղելու այն հիմնականը, որ մենք նորից կանգնած ենք նույն շրջափուլի, շրջապտույտի 100 տարի հետո։ Ուրեմն անցումային խաչմերուկում եւ չպետք է անել նմանատիպ հիմար սխալներ։ Դա եւ ժողովրդի առումով եւ կառավարությունների առումով Սա անհրաժեշտություն է ընդգծել։ Ես շնորհավորում եմ Դավիթին Ստեփանյան, որը նվիրյալ ազգային մտավորական է, իր անհատական ամբողջ ջանքերը նվիրել է այս ֆիլմի ստեղծման համար եւ ստացել է բավականին հետաքրքիր, շատ հետաքրքիր մատերիալ, ուսանելի ֆիլմ, կինոնկար Ողջունում եմ ու շատ լավ կլիներ, որ նման ֆիլմերը շատ ավելի լինեին։ Եվ ցավում եմ, որ նման ֆիլմեր հայկական հեռուստատեսություններով քիչ է կամ համարյա թե չի գնում, այլ դուրք է տրված անիմաստ ու ամենացածր մակարդակ ունեցող սերիալներին, որով եւ դաստիարակվում է այսօրվա սերունդը։ Պետությունը ընդհանրապես քաղաքականություն ամեն ինչ դա ցանքս եւ բերքահավաք երկու փուլերի հետ է կապված։ Եթե ցանքս չես անում, այդ ծիլը չես ցանում, չես խնամում համապատասխանաբար, ապա բերքահավաքի ակնկալություն չես կարող ունենալ։ Եվ եթե այսօրվա պետական եւ մասնավոր հեռուստատեսությունները ազգային գաղափարախոսություն ազգային ոգու դաստիարակության հետ կապված նմանատիպ վավերագրական, գեղարվեստական եւ այլ տեսակի հաղորդումներ, ֆիլմեր չեն սփռում կամ շատ չնչին քանակով են սփռում, ապա դա ամենամեծ սխալն ու հիմարությունն է, որովհետեւ այսօր կամ վաղը մենք չենք ունենալու այն սերունդը Այս սպառողական հասարակության հոգեբանությամբ կերտված սերունդով դու երբեք չես կարող կարճացած կանգնել քո երկրի սահմանների, երկրի անկախության, պետականության, ազգային գիտակցության ուրեմն դիրքերում։ Եվ ես շատ կուզենայի, որ այս ֆիլմը ցուցադրվեր եւ հեռուստատեսություններով եւ ունենա շարունակականություն, այլ ոչ թե միայն մնար անհատ մարդկանց, Դավիթի նման մարդկանց անձնազոհության Մեր ուսերի վրա։ Ճիշտնայի բանն է, ես զապարս, ես չոնս եմ, նորի պլանն է։